Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։ Եվրոպացի պաշտոնյաները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, ընդգծվել է վիզաների ազատականացման գործընթացի արագացման կարևորությունը։ Ազգային ժողովի նիստերում վերջին շրջանում ավելի շատ քննարկվում են ռազմորկանները, այլանդակ պահվածքները, ամեն ինչ բացի նրանից, ինչն այս պահին սպառնում է Հայաստանին։ Արձանագրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա խոսել է բանակցային գործընթացում անորոշությունից, Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստը չհրապարակելուց, նաև անդրադարձել սահմանազատման գործընթացին։ Աբրահամյանը նշել է, մի քանի ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ հայտարարություն տարածվեց, որտեղ նշվեցին այն ուղղությունները և հիմքերը, որոնց հիման վրա հյուսիսի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան սահմանից պետք է սկսվեր սահմանազատման գործընթացը։ Ինչ խնդիրներ կան և ինչ է թաքցնում կառավարությունը, որ սահմանազատման հետ կապված որևէ պրոցես գոյություն չունի, հարց է հնչեցնում ընդդիմադիր պատգամավորը։ Եթե որևէ մեկը ներգրավված լինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ, հատկապես եթե լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմից, հայտարարել է ՔՊԱ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին, Հովհաննիսյանն ասել է, Գասպարյանն իր հրաժարականի մասին հրապարակային բացատրություն ներկայացրել է, ինքը դրան ավելացնելու որևէ բան չունի։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Համաձայնագիրը ԵՏՄ երկրների արտադրողների համար հատուկ պայմաններ է ստեղծում իրանական շուկա մուտք գործելու համար։ Մասնագետների գնահատմամբ համաձայնագրի իրականացումը կբերի ԵՏՄ Իրան ապրանքաշրջանառության բազմապատկման, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել 12 միլիարդ դոլարի։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում են այսօր Ստամբուլում, ըստ տեղեկությունների Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա եռակողմ հանդիպումը տեղի կունենա Դոլմաբախչե պալատում տեղի ժամանակով 10:45-ին։ Նույն վայրում ժամը 12:39 նախատեսված է Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը։ Ըստ Ուկրաինայի ներկայացուցիչների առաջնային պետք է քննարկվի հրադադարի հարցը, մինչդեռ Ռուսաստանի ներկայացուցիչները խոսում են հակամարտության պատճառների վերացման մասին։ Բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեծ ակնկալիքներ չունի Ստամբուլում կայանալիք բանակցություններից։ Նրա կարծիքով հակամարտությունը դադարեցնելու ջանքերում առաջընթացի միակ ճանապարհը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցություններն են։